Հարց համար 26 համեցեք բան Պապյան։ Շնորհակալություն, հարգելի պարոն Գրիգորյան, հարգելի գործընկերներ։ Հայաստանի Հանրապետությունը Եվրոպական հանձնաժողովի կողմից պաշտոնապես թույլտվություն է ստացել Եվրոպական միության երկրներ հայկական արտադրության սառեցված ձուկ եւ վերամշակված ձուկ, ինչպես նաեւ ձկնամթերք արտահանելու վերաբերյալ, հնարավորության վերաբերյալ։ Եվ 2025 թվականներ եւ 2026 թվականին ըստ էության Եվրոպական սննդի անվտանգության այդ համակարգը ներկայացնող մարմինը Հայաստանի Հանրապետությանը փոխանցեց, թե ինչպիսի ընթացակարգեր է եւ ինչպիսի պահանջներ են պետք, եւ այս ընթացքում բավականին աշխատանք է արվել եւ փաստորեն այսօր մենք ավարտում ենք այդ աշխատանքը ըստ էության։ Առաջին փուլում պարզեցինք, որպեսզի հնարավոր լինի արտահանման գործընթացը անխոչնդոտ կազմակերպել, նախ անհրաժեշտ էր սննդամթերքի անվտանգության եւ սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին օրենքներում սահմանվեր համապատասխան լիազորող նորմեր կառավարության կողմից համապատասխան ընթացակարգերի եւ պահանջների հաստատման նպատակով։ Օրենքները ազգային ժողովի կողմից ընդունվել են եւ արդեն ուժի մեջ են մտել, որից հետո էլ անմիջապես անցել ենք կառավարության համապատասխան որոշումների ընդունմանը եւ որոշումներից մեկը սա է, որի մասին մենք հիմա ներկայացնում ենք, մասնավորապես Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական միության երկրներ ձկան կամ ձկնամթերքի արտահանման նպատակով առևտրի վերահսկման եւ փորձագիտական համակարգում տնտեսվարող սուբյեկտի գրանցումը դադարեցնելու եւ առողջության սերտիֆիկատ տալու կարգի մասին եւ մեկ այլ որոշում էլ դա էլի ԵՄ առևտրի վերահսկման եւ փորձագիտական համակարգում գրանցման համար ձկնաբուծական տնտեսություններին կամ ձկնամթերքի արտադրական կազմակերպություններին կամ ձկան կամ ձկնամթերքի պահպանում իրականացնող կազմակերպություններին ներկայացնող պահանջների մասին։ Նախ նշեմ, որ այս նախագծի ընդունումը ռազմավարական կարևոր քայլ է դեպի եվրոպական շուկա հայկական արտադրանքի արտահանման նոր հնարավորությունների ստեղծման ճանապարհին եւ պայմանավորված է արտահանման գործընթացի համար անհրաժեշտ իրավական հիմքերի ապահովմամբ։ Եվրոպական միության երկրներ արտահանելու համար պարտադիր պայման է հանդիսանում ձկնաբուծական տնտեսությունների կամ ձկնամթերքի արտադրական կազմակերպությունների կամ ձկնամթերքի պահպանում իրականացնող կազմակերպությունների Եվրոպական միության առևտրի վերահսկման եւ փորձագիտական համակարգում գրանցված լինելը, ինչպես նաեւ ԵՄ տեխնիկական կանոնակարգերին ու չափանիշներին համապատասխանությունը։ Համաձայն Եվրոպական միության օրենսդրության այդ համակարգում կազմակերպությունների գրանցումը պետք է իրականացվի տվյալ երկրի լիազոր մարմնի կողմից։ Մեր դեպքում որպես լիազոր մարմին սահմանել ենք սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։ Նախագծով սահմանվում է գրանցման բավականին պարզ, թափանցիկ եւ իհարկե միջազգային պահանջներին համապատասխան ընթացակարգ։ Այսինքն մենք վերցրել ենք այն ընթացակարգը, ինչը ԵՄ-ում կա եւ ամբողջապես տեղակայել ենք հայկական իրականության մեջ եւ ուզում եմ նաեւ ուրախությամբ նշել, որ ներկայումս ԵՄ երկրներ արտահանելու նպատակով արդեն իսկ փաստացի 5 ընկերություն ցուցաբերել է հետաքրքրություն եւ սպասում է մեր որոշմանը։ Այսինքն այն ստանդարտները, որոնք որ բարձր դրված են, որոնք համապատասխանում են Եվրոպական միության պահանջներին, այս պայն արդեն 5 երկիր այդ ամեն ինչը 5 կազմակերպություն դրել է, խոսքը վերաբերում է այնտեղ ուրեմն հասып համակարգի եւ մնացած այլ հարցերին, եւ նույն կերերին, օրինակ կերերը ամբողջությամբ Եվրոպական միության երկրներից են ներմուծում, այդ բոլոր այդ բարձր պահանջներին համապատասխանում են եւ այլն, եւ հատավաբար այս որոշումների ընդունմամբ հնարավորություն կտրվի վերոնշյալ ընկերություններին արդեն սկսել ձուկ եւ ձկնամթերք արտահանել ԵՄ երկրներ, նվազեցնելով իհարկե կախվածությունը մեկ արտահանման շուկայից, դիվերսիֆիկացնելով մեր արտահանումը ԵՄ ստանդարտների ներդրումը իհարկե նաեւ կխթանի տեղական արտադրության արդիականացում եւ ուրեմն կբարձրացնի սննդամթերքի անվտանգությունը ընդհանուր մակարդակում, եթե կարիք կլինի, ես իհարկե նաև կներկայացնեմ, թե ինչ պետք է ուրեմն անենք, ես իհարկե նախորդ հարցի հետ որոշակիորեն կապ ունի, ես նախորդ հարցի հետ կապված նշեմ, որ այս պահին մեր մոտ համակարգը այսպես է, այս փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով գնալու են ՍԱՏՄ բիզնեսից, որից հետո ընթացակարգեր կա 3 օրվա ընթացքում, հետո 15 օրվա ընթացքում ՍԱՏՄ-ն ստուգումներ համապատասխան կիրականացնի, որից հետո այդ փաստաթղթերը երբ որ արդեն կուղարկվի եվրոպական համակարգ, այնտեղից մեր տնտեսվարողը ստանալու է կոդ,
ոչ մի բան, մի հատ կոդ է էլեկտրոնային ստանալու, որի մեջ այդ ամբողջ պատմությունը կա եւ այդ կոդը բավարար է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի ստուգումների արդյունքում կամ որոշ խնդիրների ի հայտ, այսինքն քանի դեռ ինքը չի զրկվել այդ կոդից, ինքը այդ կոդով մենակ այդ կոդով, որը մուտք է անելու այդ համակարգ եւ ցանկացած երկրում Եվրոպական միության եւ Երևանից այդ կոդը մուտք են անելու, տեսնելու են այդ կազմակերպության բոլոր տվյալները եւ ինքը կարողանալու է արտահանում իրականացնել, այս արդեն իրական թվայնացումն է եւ իհարկե մենք էլ փորձենք այս առաջի մասում էլ նույն տրամաբանությամբ, երբ որ այդ տվյալները կարողանանք արդեն հավաքագրենք, ինչ որ տարբեր տեսակի թղթեր է այստեղ պահանջվում, արդեն նույն տրամաբանությամբ ընդամենը մեկ էլեկտրոնային դիմում ենթադրում ենք օգտագործի եւ ամբողջը կիրականացվի։ Թերևս սա է մյուս որոշումը, որը արդեն էլի կոնկրետ սրան չի վերաբերվում, բայց մեր ցանկում կար, արդեն վերաբերվում է նորից էլի մնացած, այսինքն պահանջների, թե ինչ պահանջներին պետքա ներկայացնի, պահանջ ասելով նկատի ունենք ջրին ներկայացվող պահանջին, կերին ներկայացվող պահանջին, պահպանման պայմաններին ներկայացվող պահանջներ, աշխատակիցներ, ընդհանուր մինչև աշխատակիցների արտահագուստ, հիգիենա, բոլոր ներկայացվող ուրեմն պահանջներին է վերաբերվում, թերևս այսքան է, թե այլ հարցեր լինի կներկայացնեմ։ Պարոն Պապյան, շատ լավ է, տեսեք, բայց հիմա շարունակելով թվայինացման տեսանկյունից այս թեման, չէ՞, հիմա մենք փաստաթղթային շրջանառության այդ թվում ԵՄ-ի հետ խնդիրը լուծեցինք, ենթադրենք, ու ստացանք կոդ, բայց ապրանքի հետագծելիության խնդիրը մենք չենք լուծել, դրա համար մեր բեռնափոխադրողները չեն ուզում գործ ունենալ այդ տիպի, եւ ես հասկանում եմ ինչն է խնդրեմը։ Իրենք չեն ուզում, որովհետև այդ կոդը նաև ենթադրում է, որ այդ ապրանքը պիտի կապարակնքվի այդ կոդով եւ այդ կապարակնքով անցնի ԵՄ սահման, որը մենք ոչ մի կերպ չենք կանում։ Մենք կապարակնիկների հարցը այդպես էլ չլուծեցինք։ Եթե շարունակենք չլուծել, ես կարծում եմ, որ անկախ մեր բոլորիս եւ ձեր մասնավորապես ջանքերից մենք խնդիրը չենք լուծելու։ Մենք խնդիրը չենք լուծելու, որովհետև ես երբ որ լսում եմ հանրային քննարկումները եւ մեր բեռնափոխադրողների մարշրուտի փոփոխության ռիսկը, որ իրանք ներկայացնում են, այսինքն սովոր էին մի ուղու, հիմա ուզում են, հիմա մենք իրանց ասում ենք հարգելի գործընկերներ, այս ուղիով ինչի չեք գնում։ Ու երբ որ իրանք բացատրում են կամ ռեակցիա են տալիս, հասկանալի է դառնում, որ հիմնական խնդրեմը մեր ապրանքների հետագծելիությունն է, որովհետև այդ կոդի տակ մաքսավորը եթե չի տեսնում կապարակնիկ էլեկտրոնային, ինքը միանգամից իրավունք ունի ենթադրել, որ այնտեղ ոչ թե ձուկ է, այլ օրինակ հավ։ Ինչը որ նշանակում է, որ իրան հավելյալ զննության գործառույթ պիտի իրականացնի։ Իսկ այդ պարագայում բնականաբար եւ բիզնեսի եւ բեռնափոխադրողների համար անորոշության սպեկտրը այնքան է մեծանում, իսկ այդ անորոշությունը դա ծախս է, որովհետեւ 1 ժամ ավել սահմանին կանգնելը 2 ժամ ավել եվրոպական երկրում երթևեկել է, այդ ամեն ինչ ծախսեր է, որոնք այլևս գնագոյացման մեջ անհետաքրքիր են դարձնում մեր ապրանք։ Ես կարծում եմ պիտի շատ արագ ու զուգահեռ շատ արագ այդ խնդիրը լուծել, որովհետև ձեր ասած կոդը ունի հաջորդ ցիկլը, որ այդ կոդը պիտի անցնի սահմանը, ոչ թե փաստաթղթով, այլ նաև փաստացի։ Շնորհակալ եմ, պարոն Գրիգորյան, իհարկե այդ հարցը ենթադրում եմ բեք գործընկերները, տկեն գործընկերների կօգնեն, որպեսզի դա առաջ գնա։ Դա արտահանում է ֆիսկալ խնդիր չունի մեծաշով։ Բայց ես դրան կգայի, ինքը տեսավ, ինքը իր խնդիրը լուծեց։ Ես կարծում եմ սա նախ եւ առաջ էկոնոմիկայի նախարարության խնդիրն է, ինչու, որովհետեւ արտաքին առևտրի պարագայում այս գործիքները չունենալ նշանակում է արտաքին առևտրի պոտենցիալը երբեք չբացահայտել, որովհետեւ աշխարհը զարգացած աշխարհը սովորա դրան, այդ մեխանիզմներին եւ մեր մոտարկումները տեղի չի ունենում, եթե մենք թվայինացված գործիքներով մոտ չգանք, որովհետեւ մեր որոշումները թղթի վրա, մեր իրավական ակտերի մոտարկումը ամենահեշտ բանն է։ Հիմա որ AI-ին խնդրենք 5 րոպեում կանի, նույնիսկ մեր անունից, բայց ինքը չի աշխատում իմպլեմենտացման փուլում, որովհետեւ ինքը թվային ենթակառուցվածք է պահանջում, որը մենք
չենք ստեղծում, պիտի արագ ստեղծենք։ Եվ այստեղ մենք էկոնոմիկայի նախարարություն որպես մենք ամենաշահագրգռվածը պիտի լինենք, որովհետև արտահանումից հետո ՊԵԿ-ը մեծ հաշվով էլ ֆիսկալ հետաքրքրություն չունի։ Շնորհակալ եմ։ Ես ուզում եի այլ բան նշեի, որ այստեղ մեկ այլ հետագծելիության կտոր կա, որը փաստացի նաև ապահովված է եւ օրինակ իմ նշած 5 ընկերություններում դա ներդրված է։ Մենք նաև ունենք ընդհանցակարգ առհասարակ բոլոր ընկերությունները, որոնք որ հատկապես կենթանական ծագման մթերքներ են արտադրում, իրենք պետք է այդ որակի վերահսկողության, այդ հետագծելիության ողջ համակարգը ունենան եւ ինչա դա իրենից ենթադրում եւ բազմաթիվ ընկերություններ, որ այսօր Հայաստանում ներդրել են, ըստ էության փաստացի եթե դա ներդրված չլինի, չեն էլ կարողանա արտահանել այդ հասը համակարգն է, մյուսն է եւ այլն, դա իրանից ենթադրում է ձկան եւ սննդամթերքի բաղադրիչ նյութերի հետագծելիություն ամբողջ, այսինքն ինքը եթե դու այդ ներդնում ես, այդ նշանակում է թվային եղանակով Եվրոպայում կարան տենան։ Այդ կերը որտեղ ես առել, ոնց է եկել, երբ է եկել, երբ ես տվել։ Դրա արդյունքում բաները, մենակ դա չէ, արտադրության ինչ սարքերով է դա արտադրվել, այդ պայմանները այնտեղ պահպանված են թե չէ։ Եվ այս առումով այս մի մասը, այսինքն Հայաստանի ներսում այդ մնացած մասը դա կա։ Մյուս մասի հետ ամբողջությամբ համաձայն եմ, որովհետև ինքը ինչ որ միտեղ կարա կտրվի, եթե եկավ այդ ապրանքները, գնաց համակարգը վերահսկեց, տեսավ, սառեցրեց, նայում է օրինակ 60 աստիճանում սառեցված է, դրվեց բեռնատարի մեջ ու սկսում է արտահանվել, այո, պետքա նաև այդ կետում, երբ որ այդ բեռնատարն է, ինքը պետքա ենթադրում էլեկտրոնային կենսագրությունը պիտի շարունակվի, պարոն Պապայան, որովհետև եթե խզվում է թվային կենսագրությունը շարժի, դա նշանակում է, ուր որ գնում է մաքսային վարչարություն պիտի լինի, որովհետև մաքսայինի համար այդ սահմանի վրա սա ոչ մի ինֆորմացիա ինքը բեռի մասին չունի, ինչը նշանակում է ինքը պիտի սկանանի, ինքը պիտի ֆիզիկապես զննի եւ այլը եւ այլը։ Իսկ սննդամթերքի դեպքում առավել եւս շուտ փչացողի դեպքում դա կատաստրոֆա է, այլ կերպ ասած, որովհետեւ ինքը ուղղակի պիտի դա չանել, որովհետեւ ինքը չի դիմանում այդ տեմպերին։ Հիմա նաև ձեր հանձնարարությամբ ենք Ես հետևում եմ ինչ է հիմա կատարվում, այդ թվում Միրգ Բանջարեղեն ծաղիկ, ես զգում եմ, որ մերոնք կան ընկերություններ, որոնք բավականին բարձր որակ են ապահովում, այդ թվում եվրոպական, ու պարզվում է խնդիրը միայն որակը չի, խնդիրը հետագծելիությունն է, որ իրան շարժն է դանդաղում, լավ որակի ապրանքի շարժը, որ դանդաղում է, ինքը ունենում է երկու պրոբլեմ, նախ փչանում է, երկրորդը ժամանակն է ծախսում, իր ժամանակը ծախսելը արդեն ուղղակի ծախս է ու մեր գինը մրցունակ չի։ Դե նաև ձեր հանձնարարությամբ մենք ճանապարհային քարտեզ ենք գործողությունների մշակել, որը ըստ էության ինտեգրելու ենք ՊԵԿ-ի համակարգի հետ, իմարկի հետ կապված, եւ մենք եւս այդ մասով ամբողջությամբ ներգրաված ենք լինելու աշխատանքներին ու վերցնում ենք նաև մեր վրա պատասխանատվությունը այդ մասով աշխատանքի իրականացնելու գործընկերների հետ, այսինքն այդ մեխանիզմն էլ ենք պատկերացնում եւ պարոն Հակոբյանը եւս տեղեկացված է։